Իրանական կապիտալի ներհոսքը դեպի Հայաստան պետք է ավելացվի, համատեղ արտադրել ու արտահանել, հայ-իրանական գործակցությունը այս ձևաչափով պիտի աշխատի, համատեղ պրոդուկտի սպառման շուկան էլ ԵԱՏՄ-ն կլինի, սցենարը պարզ է, օրակարգում իրականացման մեխանիզմների մշակումն է։ Հույս ունեմ, որ առաջին հայացքից փոքր թվացող մեր շուկան կդառնա այն նախադուրը, որով հնարավոր է արտահանել եւ ներկրել խոշոր իրանական շուկա։ Գործակցության հնարավորություն կա գյուղոլորտում, Հայաստանը դեռևս չի կարող կասեցնել թուրքական էքսպանսիա ռուսական մթերքների շուկայում։ Էկոնոմիկայի նախարարը սա բացատրում է արտադրության ծավալով, որ գյուղոլորտն ավելի շատ արտադրի, ասում է մեծ ներդրումներ են պետք։ Դա կարող են անել իրանցի գործարարները։ Իրանցիներին հետաքրքրում են նաև մեքենաշինությունը, հաստոցաշինությունը, ոսկերչությունը, սննդի վերամշակումն ու տեղեկատվական տեխնոլոգիաները։ Ես 2 տարի է որ այստեղ եմ, այս վերջի ամիսները հատկապես ավելի շատ հետաքրքրված են Իրանից դեպի Հայաստան ներդրում անելը եւ անընդհատ դիմում են մեզ։ Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն նախընտրելի է իրանցիների համար։ Մոտ 10,000 մարդ է գալիս միայն Նովրուզի օրերին։ Արծվիկ Մինասյանի խոսքով իրանցի զբոսաշրջիկները սպეციფიկ պահանջներ ունեն։ Համապատասխան ենթակառուցվածքներ են պետք։ Իրանցի գործարարներին առաջարկել են գալ ու ներդրումներ անել, օրինակ հյուրանոցային բիզնեսում։ Քննարկում ենք զբոսաշրջության քաղաքականության համատեքստում իրանական կողմին ավելի նախընտրելի պայմաններ առաջադրելը, ավելի ճիշտ առաջարկներ ներկայացնելը, մասնավորապես օրինակ իրանական սահմանով եւ առհասարակ Հայաստան մուտք գործող ավտոմեքենաները, որոնք որ այլ երկրում գրանցում ունեն, մարտատար ավտոմեքենաների մասին է, գիտեք որ սահմանված էր турք, հիմա հանում ենք մենք այդ турքը։ Ինվեստ Արմենիա համաժողովը մեկտեղում է հավաքել գործարարներին ու բիզնես դաշտի պատասխանատուներին։ Պաշտոնյաների ուղերձն է օտարերկրյա ներդրողներին, պատրաստ են աջակցել եւ հավասար դաշտ ստեղծել։ Օտարերկրյա ներդրողների մասին օրենքն ու հարկային օրենսգիրքը դրա մշակվում են։ Քաղաքական մակարդակում կա հստակ է, որ մենք պետք է առավելագույնը անենք։ Մասնագիտական մակարդակում մենք հիմա աշխատանքներ ենք տանում։ Դրա համար էլ մենք տարբեր դեսպանական հանդիպումների ժամանակ, միջազգային կառույցների հետ հանդիպումների ժամանակ աջակցություն ենք նաև ակնկալում այս մասով նույնպես, որպեսզի կարողանանք ունենալ այնպիսի ենթակառուցվածք, այնպիսի օրենսդրություն, որը մի կողմից համապատասխանի ժամանակակից միջազգային լավագույն փորձին, մյուս կողմից հնարավորություն տա մրցակցային դարձնել նաև նույն պաշտպանության համակարգը։ Իրանի ու Հայաստանի տարեկան առևտրաշրջանառությունը $340 միլիոն է։ Գործարար միջավայրի պատասխանատուները այն ավելացնելու պոտենցիալ են տեսնում։ Դրան պետք է նպաստեն ազատ տնտեսական գոտիները։ Նախատեսվում է հայ-իրանական տնտեսական ազատ գոտի ստեղծել Մեղրիում։ Նազելի Գրիգորյան, Խաչատուրեան, ժամը լրատվական։